Մահ բառը փորձենք ձևակերպել նշանակում է մարմինը առանց հոգու։ Մենք գիտենք, որ մարդը միայն մարմնավոր գոյություն չէ։ Եվ դրա համար երբեմն երբ մենք մեր մարմնի մասին ենք հոգ տանում, ուտելով, խնամելով մարմինը, մեր կյանքի ընթացքում երբեմն եւ շատ հաճախ պիտի հոգ տանենք մեր հոգու մասին, որովհետեւ երբ որ մենք մեր հոգու մասին հոգ չենք տանում, մեր հոգին ունակ է մեռնելու։ Երբ որ մարդուն մենք կնքում ենք, մկրտում ենք, շատ կարևոր մի հատված կա, որտեղ ասվում է աչքերը օծելուց, ասում ենք, որպեսզի քո աչքերը երբեք հոգևոր մահ չտեսնեն։ Մարդը կարող է ֆիզիկապես ապրել, բայց հոգևոր իմաստով մահացած լինել։ Ինքը ֆիզիկապես գոյություն ունի, բայց երբ որ իրեն տեսնում ես, կարծես հոգին չի գործում, որտեղ ինքը իր հոգու մասին չի մտածում, այսինքն հոգին չի կերակրում աղոթքով եւ իր հոգին կերակրվում է անընդհատ մեղքով։ Իսկ Պողոս Առաքյալն ինչի ասում, մեղքի վարձը մահն է։